Այս դեպքերում են ասել դեյք վարդապետ ու մի խնդացիր իշխանավորների ընդունած օրենքների եւ արկա իրականության համար։ Մենք բոլորս գիտենք, դուք ընդգծեցիք, որ կանոնակարգեր են ընդունում, եսիմ հռչակագրեր, կոնվենցիաներ, բա Հայաստանի Հանրապետությունը նաեւ ունի երեխաների իրավունքների պաշտպանության մասին 1996 թվականից ի վեր ընդունված օրենք, ունի նախագահի հրամանագիր, որով պիտի պարբերաբար ամենամյա հաշվետվություն ներկայացվի, թե երեխաների մայրության, մանկության պաշտպանության համար ինչպիսի միջոցառումներ են իրականացվել։ Իսկ նման պայմաններում բնական է, որ աղքատության, ծայրաստիճան աղքատության պայմաններում, երբ ընտանիքի մայրը, կինը նաև չի աշխատում, ապահովված չէ, որովհետև ունի մի շարք խնդիրներ, նախ երեխաների ապահովվածությունը, խոսեցինք կրթության մասին, արկա նաև նախադպրոցական կրթության մասին, գիտենք, որ Երևանում հատկապես բավականին հերթեր են նախակրթարանների համար, ճիշտ է, կառավարության ծրագրով այս պահի դրությամբ դրված է 151 թվով դպրոցի եւ կրթահամալիրի կառուցման նախագիծ, սակայն ամբողջ Հայաստանի Հանրապետության մակարդակով, սակայն մինչև այդ կրթահամալիրները գործի կդրվեն, մինչև կկառուցվեն այդ դպրոցները, նախակրթարանները, մինչև կվերանորոգվեն, հիմնանորոգվեն, ապա երեխաները, որոնք հերթագրվել են մանկապարտեզ հաճախելու համար, նրանք կդառնան դպրոցահասակ եւ մի բան էլ ավելի։ Հետեւաբար այդ ծրագիրը այդ երեխաների համար չի գործի եւ նրանք կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։ Իսկ այն երեխաները, ովքեր նախադպրոցական կրթություն չեն ստանում, բնական է նրանք մի քիչ ավելի հետ են մնում իրենց հասակակից երեխաներից։ Հետեւաբար դպրոց հաճախած երեխաների մեջ մենք կունենանք տարաձայնություններ։ Մենք գիտենք նաեւ, որ 2025-26 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվել մի նոր նախագիծ, որ մեր 6 տարին մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի 31-ը լրացած 6 տարին երեխան պարտադիր հաճախում է դպրոց եւ դպրոց է հաճախելու նաեւ այն երեխան իր համապատասխան տարիքային խումբում, ում տարիքը ոչ թե 6 է, այլ օրինակ 7 տարեկան է։ Այսինքն ստացվում է, որ այդ երեխան, ով առաջին դասարան չի հաճախել, ինքը 7 տարեկան է, հետեւաբար պիտի նստի երկրորդ դասարանում առանց տառաճանաչ։ Բնական է, որ երեխան տառաճանաչ չլինելով հանդերձ, ծայրաստիճան աղքատության պայմաններում ծնողները չեն կարողանա այդ երեխային համապատասխան պարապմունքի տալ, որպեսզի ինքը հասցնի իր հասարակակիցներին եւ կունենանք մի շարք հոգեբանական խնդիրներ։ Բնական է, որ եթե այդ երեխան դպրոց չի հաճախել, հետեւաբար ունեցել է մի շարք խնդիրներ, կարող է նաև սոցիալական խնդիրներ ունենալ։ Գիտենք, որ կան ծայրաստիճան աղքատ վիճակում գտնվող ընտանիքներ, ովքեր նույնիսկ հագուշ չունեն, որպեսզի երեխան հագնի եւ հաճախի դպրոց։ Էլ չեմ խոսում Արցախից տեղահանվածների մասին, պատերազմական իրավիճակում մոտ 10 ամսյա բլոկադայում գտնվող արցախցիները, ովքեր բավականին ծանր իրավիճակում էին, տեղափոխվելով Հայաստանի Հանրապետության տարածք, բնականաբար նրանց իրավունքները լիովին ոտնահարված է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում փախստականների, երեխաների նաև մայրության, մանկության հարցերը կարգավորելու, լուծելու համար միանշանակ բարձի թողի վիճակում է թողել իր անմիտ տարաբնույթ, չգիտեմ, տխրահռչակ ծրագրերով, որոնք իրականությանը չեն համապատասխանում եւ չեն բնորոշում արկա սոցիալական, հոգեբանական, հուզական խնդիրները։